Հայաստան Եվրամիություն գործընկերության ռազմավարական օրակարգի ընդունումը պատասխան էր Եվրամիության հետ կապերի խորացման Հայաստանի արտահայտած հավակնություններին եւ արտացոլում էր երկկողմ հարաբերությունների աճող դինամիկան, հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն ԱՊԱ գործակալության հետ հարցազրույցում։ Ռազմավարական օրակարգը ներառում է ուղղությունների լայն շրջանակ, ներառյալ ժողովրդավարությունը եւ իրավունքի գերակայությունը, դատական համակարգի բարեփոխումները, մարդու իրավունքները, սոցիալ-տնտեսական զարգացումը, կապակցվածությունը, էներգետիկ անվտանգությունը, թվային փոխակերպումը, առևտրի դիվերսիֆիկացումը, ինչպես նաև անվտանգության եւ պաշտպանության ոլորտում նոր համագործակցությունը։ Ռազմավարական օրակարգը նաև ընդգրկում է Ղարաբաղից հեռացած հայերի սոցիալական եւ տնտեսական ինտեգրմանն աջակցելու կարեւորությունը Հայաստանի հասարակության մեջ, նշել է Գրոնոն։ Նրա խոսքով փաստաթուղթը կարևորում է Եվրամիության Global Gateway ծրագրի շրջանակներում ռազմավարական ներդրումները, ինչպես նաև աջակցությունը այնպիսի նախաձեռնություններին, ինչպիսին է Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ նախագիծը։ Անդրադառնալով Հայաստանում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելությանը, Գրոնոն նշել է, որ առաքելության մանդատի եւ գործունեության ապագայի վերաբերյալ քննարկումները կանցկացվեն Երևանի եւ Բրյուսելի միջև պատշաճ ժամկետներում, հաշվի առնելով խաղաղության գործընթացում զարգացումները։ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի մասին Եվրամիության ներկայացուցիչը նշել է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից ի վեր արձանագրվել են մի շարք դրական քայլեր, որոնք Եվրամիությունը ողջունել է։ Նրա խոսքով Եվրամիությունը ներկա իրավիճակը դիտարկում է որպես նոր պատմական հնարավորություն Հարավային Կովկասի համար։ Պաշտոնյան նշել է, որ Եվրամիությունը վճռական է տրամադրված աջակցելու տարածաշրջանում խաղաղության առաջմղմանը եւ ամրապնդելու համագործակցությունը Հարավային Կովկասի երկրների հետ։ ԵՄ ներկայացուցիչը հավելել է, որ Բրյուսելի համար առանցքային ռազմավարական շահերից է բխում տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ բարգավաճման խթանմանը, ինչպես նաեւ Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի եւ ավելի լայն տարածաշրջանի միջև կապերի ամրապնդմանն աջակցելը։ Նախիջևանի երկաթուղու վերականգնմանը Եվրամիության աջակցության վերաբերյալ Գրոնոն նշել է, որ այն Բրյուսելի համար տարածաշրջանային կապակցվածության խթանման առանցքային տարրերից մեկն է։ Պաշտոնյան տեղեկացրել է, որ այժմ աշխատանք է ընթանում ուսումնասիրություն սկսելու եւ համատեղ գործունեության պարամետրերը որոշելու ուղղությամբ։ Ուկրաինայում պատերազմի մեկնարկի 4-րդ տարելիցին նվիրված ելույթի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ցույց է տվել այն թաքստոցը, որտեղ անցկացրել է պատերազմի առաջին ամիսները։ Արդեն 4 տարի է, ինչ Պուտինը փորձում է 3 օրում գրավել Կիևը, եւ դա իրականում շատ բան է ասում, թե ինչպես է Ուկրաինան պայքարում այս ողջ ընթացքում, շեշտել է նա։ Զելենսկին նշել է, որ Ուկրաինայի գոյատևումը միլիոնավոր ուկրաինացիների քաջության, տոկունության եւ ամենօրյա աշխատանքի արդյունք է։ Նրա խոսքով, չնայած անսահման ցավին եւ գիշերային ահաբեկչությանը, ուկրաինացիները թույլ չեն տվել, որ զայրույթը պատի իրենց եւ շարունակում են այն վերածել ուժի։ Նա հավելել է, որ Ռուսաստանը չի կարող հաղթել Ուկրաինային մարտադաշտում, ուստի հարձակվում է քաղաքացիական ենթակառուցվածքների վրա։ Նա շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին Ուկրաինայի կողքին լինելու համար, հավելելով, որ Կիևը ձգտում է արդար երկարատև խաղաղության։ Զելենսկու խոսքով ցանկացած ապագա համաձայնագիր պետք է ապահովի իրական անվտանգության երաշխիքներ եւ ընդունվի ուկրաինացի ժողովրդի կողմից։ Միաժամանակ Financial Times-ի հետ հարցազրույցում նախագահն ասել է, որ Ուկրաինան Եվրամիությունից կոնկրետ որոշումներ է ակնկալում իր անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա, գործընթացի հետաձգումը լրացուցիչ ռիսկեր է ստեղծում պատերազմի եւ Ռուսաստանի կողմից ճնշման ֆոնին։ Զելենսկու խոսքով Ռուսաստանի ղեկավարությունը փորձում է տարբեր քաղաքական գործիքներ օգտագործել, այդ թվում միջազգային գործընկերների հետ փոխգործակցությունը, որպիսի թույլատնի բանակցություններում Կիևի դիրքերը։ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ կատարել է Կիևին էլեկտրաէներգիայի արտակարգ մատակարարումը դադարեցնելու խոստումը։ Ես արել եմ այն, ինչ հայտարարել էի շաբաթ, որ եթե նավթի մատակարարումը Սլովակիային չվերսկսվի երկուշաբթի, ապա ես մեր պետական ընկերությանը կխնդրեմ դադարեցնել էլեկտրաէներգիայի արտակարգ մատակարարումն Ուկրաինային, ասել է Ֆիցոն։ Նա հիշեցրել է, որ Ուկրաինայի էլեկտրական ցանցերի կայունացման համար անհրաժեշտ այդ արտակարգ մատակարարումները միայն այս տարվա հունվարին 2 անգամ ավելին են եղել, քան ամբողջ 2025 թվականի ընթացքում։ Սլովակիան եւ Հունգարիան դադարեցրել են նաեւ Կիևին դիզելային վառելիքի մատակարարումը հունվարի 27-ից Ուկրաինայի տարածքով անցնող Դրուժբա խողովակաշարով ռուսական նավթի մատակարարումների դադարեցման պատճառով։ Բրատիսլավան եւ Բուդապեշտը Կիևին մեղադրել են քաղաքական պատճառներով խողովակաշարի վերականգնումը դիտավորյալ հետաձգելու համար։ Դրուժբայով նավթի տարանցումը դադարեցնելու պատճառով Հունգարիան արգելափակել է նաեւ Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների 20-րդ փաթեթը, ինչպես նաեւ Կիևի համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի վարկի հաստատումը։ Դավիթ Մուրադյան, լուրեր։